Ողջույն։ Շնորհակալություն, որ միացել եք մեր հաղորդաշարին։ Մեզ սպասում է հետաքրքիր ճանապարհորդություն աստվածաշնչյան հիմունքներով։ Եկեք շարունակենք երազների եւ տեսիլքների հետքերով քայլել։ Այսօր մենք ունենք հնարավորություն կիսվելու կենթանների արկայության մասին մեր երազների մեջ, որովհետեւ կենթանները մեր երազների մեջ նույնպես ինչ որ մի տեղեկության աղբյուր են, ու եկեք նայենք Աստվածաշնչում ինչ ասում դրա մասին, հետո մենք կնայենք նաև երազներում ոնց կարանք ընկալենք այդ ամեն կերպարները։ Իմացեք, ամեն մի կերպար էլ որ Տերը գործածում է կամ օգտագործում է, դրան գիշերային տեսիլքներ են կոչվում կամ գիշերային առակներ են կոչվում։ Մենք այդ դրա մեջ խորհուրդ ենք տեսնում։ Կան երազներ, որ Աստված բաց է խոսում, բառացի է խոսում, շատ կոնկրետ է խոսում, եւ կան երազներ, որտեղ շատ սիմվոլներ կան։ Եվ այսօր մենք խոսենք կենթանիների սիմվոլի մասին երազների մեջ։ Ուստի եկեք Աստվածաշնչից մի հատված ընթերցենք։ Դա գրված է Գործ առաքելոց հենց 10-րդ գլխում։ Սա մի հետաքրքիր պատմություն է, որ Պետրոս առաքյալը պետքա գնար Կորնիլիոսի տուն, մի հարուրապետ զինվորական իշխան մի մարդու տուն, ու այդ տանը պետքա քարոզեր, բայց ինքը չգիտեր, որ պետքա գնա այդպիսի տեղ, մինչև որ Աստված իրան պատրաստեց դրա համար։ Ու եկեք ուշադրություն դարձնենք 10-րդ գլխի եւ 9-րդ խոսքից շատ հետաքրքիր պատմություն է, խորհուրդ կտամ, որ դու Գործ առաքելոցի 10-րդ գլուխը ամբողջությամբ կարդաք, բայց ես տեղից մի հատվածի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ։ 9-րդ խոսքում սենց է գրված. «Եվ հետևյալ օրը, երբ որ նրանք ճանապարհ ընկան, այդ մարդիկ, որ պետքա գային Պետրոսի մոտ, եւ այն քաղաքին մոտեցան, Պետրոսը վեր ելավ կտուրը 6 ժամի մոտերը աղոտ քանելու։ Սովեց եւ կամենում էր ճաշել, եւ նրանք կերակուր պատրաստելիս մտքի հափշտակություն եղավ նրա վրա, եւ տեսավ երկինքը բացված եւ մի մեծ կտավի պես անոթ 4 ծայրերից կապած իջավ երկրի վրա, որի մեջ կային երկրի ամեն կերպ չորքոտանիներ, գազաններ, սողուններ, երկնքի թռչուններ, եւ ձայն եղավ նրան, վեր կաց Պետրոս, մորթիր եւ կեր։ Պետրոսն էլ ասեց. «Քավ լիցի Տեր, որովհետեւ ես երբեք պիղծ կամ անմաքուր բան չկերամ»։ Եվ դարձյալ երկրորդ անգամ ձայն եղավ նրան. «Այն, որ Աստված սրբեց, դու պիղծ մի համարիր»։ Այս 3 անգամ եղավ, եւ այն անոթը վերացավ երկինք։ Եվ երբ որ Պետրոսը զարմացած էր իր մտքում, թե ինչ պիտի լինի այն տեսիլքը, որ տեսավ, ահա Կորնիլիոսից ուղարկված մարդիկ Սիմոնի տունը որոնելով դռան մոտ կանգնեցին եւ կանչելով հարցնում էին, թե Սիմոն, որ Պետրոս է կոչվում, այստեղ է հյուր։ Եվ դեռ Պետրոսը այն տեսիլքի համար միտք էր անում, հոգին նրան ասեց. «Ահա 3 մարդիկ քեզ որոնում են, բայց վեր կաց իջիր, գնա նրանց հետ առանց խճմտանք անելու, որովհետև ես եմ ուղարկել նրանց»։ Շատ հետաքրքիր պատմություն է իրականում, երբ որ ուշադրություն ենք դարձնում Աստված ցուցատալի կենթանիներին, ու ինչ որտեղ այս կենթանիները խորհուրդ են բացում մարդու մասին, որովհետև եթե հրեական մշակույթ ուսումնասիրում ես, հեթանոսները ավելի շատ իրանց համար անմաքուր կենթանիների կերպար էին, ու երբ որ սիմվոլների մասին մենք տեսնում ենք Աստված այնպիսի մի կառույց է ցույց տալի, որ դա Պետրոսի համար պետքա տեղեկություն, պատրաստություն ուներ։ Ով էր Պետրոսը։ Պետրոսը մի հրեա մարդ էր, ով ուներ ադատներ, սովորություններ, դրվածքներ, ովքեր փոքրուց սովորել են անմաքուր բաների հետ գործ չունենալ, նամանավանդ հեթանոսների հետ, որտեվ հին ժամանակներում Աստված պատվեր էր տվել, 5 կտակարում մենք տեղեր են կարդում, որ Աստված պատվեր է տվել, որ հեթանոսների հետ չխառնվեք։ Հեթանոսները անմաքրության խորհրդապատկեր էին համարվում, որովհետև օտար աստվածներ էին պաշտում եւ օտար աստվածների հետևից էին գնում։ Դրա համար համարվում են անմաքուր ժողովուրդներ։ Ու հիմա Պետրոսը տեսնում է կենթանիներ ու Տերը պատվեր է տալ վերցրած կեր, որովհետև ինչ որ ես սրբել եմ, դու պիղծ մի համարի։ Ու Հիսուսը կենթանիներ է ցույց տալի։ Բայց Պետրոսը չի հասկանում, որ դա մարդկանց հետ կապված հարցեր են։ Ու մինչև որ Տերը չբացեց այս ամեն ինչը։ Ոստեղից մենք տեսնում ենք, այս արդեն իսկ բացված երևույթից մենք տեսնում ենք, որ կենթանիների կերպարները ինչ որ կերպ խառնվում են մարդկանց կերպարների հետ։ Ու ինչի ենք դրա մասին այդպես մտածում, որովհետև ես անցած թեմաներից մեկի մեջ ասեցի, որ այն պահից, որ մարդը որ աննազանդ գտնվեց, մարդիկ, որ պետքա Աստծուն ցույց տային երկրի վրա, նրանք ավելի շատ
գազանի բնավորություն ձեռք բերեցին, անասուն բնավորություն ձեռք բերեցին եւ սողունի բնավորություն ձեռք բերեցին, այսինքն իրանք սկսեցին չարություն անել, չարությունը այնքան դարձավ մարդու համար սովորական մի երևույթ, որ մենք դրա համար մեր շրջապատի մեջ տեսնում ենք մարդիկ, որ վայրենի լինեն, անտարբեր լինեն, անզգամ լինեն, նենգավոր լինեն, կամ ասենք նախանձ լինեն, չար վերաբերմունքով լցված բնավորություն ունենան։ Դրանք բոլորը այդ խառնված լինելու պատճառով է, որ մարդիկ, որ պետք է Աստծուն ներկայացնեին, ավելի շատ սկսեցին անասնական կերպարներին նմանվել։ Ու Տերը ստեղ հետաքրքիր ձևով ցույց է տալի այս կառույցի միջոցով, որ կենդանները, սիմվոլները ոնց կարելի է հասկանալ մեր երազների մեջ։ Եկեք իրար հետ ուսումնասիրենք այս ոլորտը։ Մի հետաքրքիր միտք ասեմ ձեզ, որ հենց ծննդոցում մենք կարդում ենք հենց առաջին գլխում։ Հենց այն պահից, որ Աստված ստեղծեց մարդուն, եկեք ուշադրություն դարձնենք, ստե շատ կարևոր խոսք ենք մենք տեսնում, որ Աստված պատվեր է տալիս մարդուն իր իշխանության մասին տիրապետելու, հա, ու ինչ է ասում Աստված։ Ասում է, եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերով, եւ Աստված պատկերով ստեղծեց նրանց, եւ արու եւ եք ստեղծեց նրանց, եւ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված ասաց նրանց. աճեք, շատացրեք, լցրեք երկիրը, տիրեք նրան եւ իշխեք ծովի ձկների վրա 1, երկնքի թռչունների վրա 2 եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանների վրա։ Այս էլ մենք ստե տեսնում ենք 3, բայց սրա մեջ մտնում են նաեւ ովքեր։ Մտնում են երկնքի թռչունները, համապատասխան 26 խոսքին, մտնում են ձկները ծովի, մտնում են գազանները, մտնում են անասունները եւ մտնում են սողունները։ Տեսեք, 5 տեսակի կենդանական կառույց ենք մենք տեսնում Աստվածաշնչի մեջ, ու ամեն մեկը իր հետ ինչ-որ մի հետաքրքիր խորհուրդ է բացում մեզ։ Ուզում եմ մի քանի միտք ասեմ այս խորհուրդների մասին, որ ձեզ համար շատ հեշտ լինի ընկալել կենդանների արկայությունը երազների մեջ։ Առաջինը, ինչ են թռչունները իրանցից ներկայացնում։ Թռչունները իրանցից ներկայացնում են լուրեր։ Համար առաջին, ուզում եմ թռչունի կերպարի մեջ տեսնես լուր։ Թռչունները ասոցացվում են լուրերի հետ, որտեղ երբ որ Նոյը ուղարկեց Ագրավին թռչունին, որ նա մի լուր բերեր, հետո ուղարկեց աղավնուն եւ աղավնին ինչ որ մի լուր բերեց։ Մենք տեսնում ենք, որ թռչունները ինչ որ լուրի հետ ասոցացված են։ Թռչունը լուրի խորհրդապատկեր է, եթե sense նայենք այս բանին։ Գիտեք, այսօր եթե բառացի հասկանանք այս խոսքը, մենք ոչ մեկս չենք կարա այն միլիարդավոր թռչունների վրա իշխենք, որտեվ այնքան շատ են թռչունների տեսականիով, տեսակներով, որ ոչ մի մարդկային կառույց ի վիճակի չէ բոլոր թռչունների վրա իշխելու։ Լուրերի վրա ես ու դու պետքա սովորենք իշխել։ Ինչու՞, որտեվ լուրերը այսօր շատերին վախեցնում են, անհանգստացնում են, ոգևորում են, քաջալերում են, ու մենք ոնց որ կանչված ենք այս ոլորտի վրա իշխելու։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ձեր ուշադրությանը գրավեմ, երկրորդ բանը։ Դրանք ձկներն են ծովի։ Ձկները դրանք մարդկանց մասին խորհրդապատկեր են։ Ձկները չերևացող կառույցում են բնակվում, քանի որ նրանք ծովերում են, ջրերում են, գետերում են։ Մենք հասկանում ենք, որ ձկները ավելի շատ մարդկային կառույցի մասին տեղեկություն է բերում, ու մենք դրա մասին հասկանում ենք, որ ձկնորսներին Հիսուսը ընդգրկեց, որ մարդկանց ձկնորսներ դառնան։ Ու տեսնում ենք, որ մարդիկ ասոցացվում են ձկների հետ։ Ուրեմն, մենք ինչ ենք անում, ոչ թե իշխում ենք ձկների վրա, այլ մենք երբ որ այդ գանձերը բացվում են, մենք այդ գանձերի հետ համագործակցում ենք, այդ գանձերի վրա տիրապետելու կարողություն չունենք, այլ ընդհակառակը գանձերի հետ պետքա սովորենք աշխատել։ Երրորդ կարևոր էլեմենտը, որ ուզում եմ կենդանների մասին իմանաք, տեսեք, դրանք անասուններն են։ Անասունները նրանք բնազդային կառույցի մասին տեղեկություն են տալիս։ Անասունները բնազդ է իրար հետ է կապված, երբ որ տեսնում ենք անասուններ բնազդ, մենք ստեղից հետաքրքիր մտքեր ենք տեսնում, որ եթե տեսել ենք որևիցե մի կենդանի մեր երազի մեջ, ապա կոնտեքստին ուշադրություն ենք դարձնում։ Եթե դա խոսում ավելի շատ բնազդային վարքի մասին, ապա դու պետքա տիրապետես բնազդի վրա եւ ոչ թե բնազդը քո վրա տիրապետի։ Սա շատ հետաքրքիր է նույնպես։ Չորրորդը մենք տեսնում ենք արդեն գազանների կառույցը։ Գազանները իրանք իրանցից ինչ խորհրդապատկեր են, իրանք վախերի խորհրդապատկեր են։ Օրինակ, երբ որ գազան, վայրի գազան, դրանք միշտ վախի գաղափար են իրանց հետ բերել, ու մենք հասկանում ենք, երբ որ երազների մեջ, տեսիքների մեջ մենք գազաններ ենք տեսնում, ապա դրանք կարան իրականում վախի մասին տեղեկություններ ցույց տան, որ ինչ որ մի երևույթներից դու վախ ունես ու դրա հարցերը պետքա լուծես։ Ու տիրապետես վախերի վրա, ոչ թե վախերը տիրապետեն քո վրա, որտեվ Աստծո խոսքը ասում է ամբողջ ստեղծագործությունը նվաճվում է մարդկային կառույցի
միջոցով։ Այս նշանակում է, որ ես ու դու ունենք կարողություն տիրապետելու վախերի վրա, գազանը խորհրդապատկերը վախերի։ Եվ 5-րդը սողունների կառույցն է, որ դրանք արդեն չերևացող համակարգների մասին տեղեկություններ են, որտեղ սողունները դարանակալներ են իրանցից ներկայացնում ու չարի մասին տեղեկություն է նաև իրանից ներկայացնում։ Սողունները ասոցացվում են ներքին նախանձներ, ատելություններ, նենգություններ, շողոքորթություններ, այն տափուկ մտքեր, որ մարդիկ ունենում են իրենց կյանքների մեջ։ Տեսեք, սողունները դրա մասին տեղեկություն են ու հաճախակի սողունները դարան են մտնում, անշարժանում են, ասես թե իրանք չկան, հետո իրանք, ասենք, զոհերին միանգամից կուլ են տալի, հափշտակում են, թունավորում են, ինչ որ ձևով պարալիզացում են։ Տեսեք, այնքան բան կարանք տեսնենք մենակ սողունի այս կառույցի միջոցով։ Հիմա երբ որ մենք այդպիսի կերպարներ ենք տեսնում, օրինակ սողունի գաղափարը իրանով պայմանավորում է ստության ասոցիացիան, այսինքն ստությունը միշտ օծով է պայմանավորված, որովհետև ասում է այդ հինավուրց օծը, որ խափեց մարդկությանը, նկատի ունի չարին, սատանային, ու մենք տեսնում ենք, որ օծը հենց այն սկզբան է խափեց Եվային եւ նմանապես խափում է մինչեւ հիմա բոլորին։ Նա ստության հայր է եւ օծերը երազների մեջ մեծամասամբ ասոցացվում են ստության հետ։ Տեսեք, այս 5 բաները Աստված տվել է մարդկանց, որովհետեւ այս աշխարհում շատ օծերի տեսականի կա, եթե բառացի հասկանանք, մենք բոլոր օծերի վրա չենք կարող իշխենք, բայց օծը իր այդ խորհրդապատկերը ստության արկայության մարդկանց կյանքի մեջ այս սրա վրա դու իշխանություն ունես տիրապետելու, այնպես որ դու պետքա հասկանաս։ Գործառաքելուց մեջ մենք տեսանք ինչպես Հիսուս այս տեսիլքի միջոցով բացատրություն է տալիս Պողոսին, որ ինքը հասկանա, որ այդ մարդկանց մասին է, որովհետև հեթանոսների մասին տեղեկություն է տալիս ու հասկանում ենք համես կողմը կա, համեն կողմը կա, ինքան բազմաբնույթով կարաս ընկալես։ Օրինակ կենթանական աշխարհի մասին շատ տեղեկություն են կարդում Աստվածաշնչում, որ ուղեցույց է ասես մեզ համար, որտեղ Աստված մարդուն ուղղություն է տալիս, ասում է նայեք երկնքի թռչուններին, օրինակ Մատթեոս 6-րդ գլխում շատ հետաքրքիր համեմատական է գրված, ու Հիսուսը իր լեռան քարոզի մեջ մի հատ կարևոր համադրություն է տալիս, ասում է նայեք երկնքի թռչուններին, նրանք ոչ ցանում են, ոչ սերում են, ոչ էլ ամբարների մեջ ժողովում են, բայց երկնային Հայրը իրանց կերակրում է։ Ու մեկ էլ ասում է, բայց ինչքան առավել եւս դուք, տեսեք, դուք ունեք ավելի ուժեղ սկզբունքներ, քան թռչունները։ Նրանք ոնց որ Տերը իրանց տիրությունը անում, եթե իրանց տիրությունը անում, ինչքան առավել եւս ձեզ։ Ստեղ արդեն հասկանում ես, որ Տերը թռչունին ու մարդուն իրար հետ համեմատում է, որպեսզի մարդու արժեքը բարձրացնի։ Ոչ թե մարդը թռչունը իրար հետ կապված են, ինքը այդ համեմատականները վերելով դրանք նույնպես երազի մեջ կարան լինեն։ Երբ որ դու երազի մեջ թռչուն ես տեսնում ու թռչունի կառույց ես տեսնում, շատ հավանական է, որ Տերը ուզում է քո ուշադրությունը գրավի դրա վրա մի նպատակով, որ հասկացնի դու ավելի լավն ես, քան թռչունը։ Քեզի մի արժեքազրկի, որովհետև այսօրվա դրությամբ մարդիկ ավելի շատ գնահատում են ստեղծվածին, քան թե ստեղծողին։ Այսինքն մարդիկ իրանց նման մեկին չեն գնահատում, բայց մի հատ շան ավելի շատ են գնահատում։ Տեսեք ինչքան խառնաշփոթություններ կա այս աշխարհում, ճիշտ է։ Բայց գիտեք Հիսուսը ոնց է։ Հիսուսը միշտ ցույց է տալիս, որ այս թռչունին Տերը տիրություն անում, բայց առավել եւս քեզ, որտեվ դու ստեղծագործության պսակն ես։ Ու մենք տեսնում ենք, որ տարբեր տեղերում, օրինակ Սողոմոնի առակներում կարդում ենք, որ ասում է ով ծույլ գնա մրջունի մոտ Իրանից ինչ արա սովորի աշխատել։ Կամ ավետարանների մեջ մենք տեսնում ենք, որ հայտնության գրքում է, Դանիելի գրքում է, տեսնում ենք, որ Հիսուսը ներկայացված է, օրինակ Մատթեոսի ավետարանում Հիսուսը ներկայացված է ինչպես Հուդայի առյուծ։ Առյուծը իշխանության կառույց է, առյուծը կենթանիների թագավոր է, ու ինքը ներկայացած է ինչպես Հուդայի առյուծ, այսինքն իշխանություն ունեցող մեկը, նա թագավորական իշխանության տեր կառույց է, Հիսուսը համեմատվում է Հուդայի առյուծի հետ, ու ստեղից արդեն հասկանում ենք, որ սրանք մեր երազների մեջ կարան խորհրդապատկեր լինեն, արդեն առյուծը քեզ իշխանության մասին գաղափար կարա տա։ Հետո մենք տեսնում ենք Մարկոսի ավետարանի մեջ, որ Մարկոսը Հիսուսին ներկայացնում է ինչպես բանող եզ, ինչպես մեկը, որ ինքը մտել է լուծի տակ եւ աշխատում է մարդկության համար, որ մարդկանց փրկի, նա վարում է, նա ծառայում է, նա լուծ է վերցրել իր վրա, ու Մարկոսը ներկայացնում է Հիսուսին ինչպես այն նոխազը, այն որ իր կյանքը դնում է,
ոչ միայն աշխատում է մարդկության փրկության համար, նաև իր կյանքը դնում է, որ իրան մորթեն, ինչպես նոխազ մարդկության համար։ Դուք պատկերացեք, հետաքրքիր կառույց ենք տեսնում, Հիսուս նաև համեմատվում է ինչպես անարատ գառի հետ։ Օրինակ, քանի որ նոխազի կերպարն է ցույց տալի Մարկոս ավետարանը, որ Հիսուսը ինչպես մեկը, որ վերցրել է իր վրա մարդկության լուծը ու ինքը աշխատում է մարդկության փրկության համար եւ կյանքն էլ դնում է մարդկության համար։ Դրա համար Մատթեոսի հենց 11-ի 29-րդ 28-րդ խոսքերում, որ ասում է եկեք ինձ մոտ հոգնածներ, բեռնավորված էր ինձանից սովորեք, որովհետև ես սրտով հեզ եմ, խոնարհ եմ, ու ասում է իմ լուծը վերցեք ձեզ վրա, ակնկալելով, որ դու իր հետ միասին կկանգնես ու կաշխատես։ Տեսեք, այս կերպարները, որ համեմատվում են, չէ, մարդկային ինչ-որ մի բնավորության գիծ են ցույց տալի, ոչ թե մարդուն են ցույց տալի, այլ իրանց ինչ-որ մի կողմն են ցույց տալի։ Հետո մենք տեսնում ենք, որ Ղուկասը Հիսուսը ինչպես մարդու որդի է ներկայացնում, որ ինքը մարդ էր 100%-անոց եւ մարդկանց հետ հարաբերվում էր ինչպես մարդ, ոչ թե ինչպես իշխան, ոչ թե ինչպես նոխազ, ոչ թե ինչպես արծիվ։ Դրանք բոլոր իր կոչումների մասին տեղեկություն, բայց նա առաջին հերթին մարդ էր նաև, որ ինչպես մարդ հարաբերությունների մեջ ոչ թե դիրք էր օգտագործում, ոչ թե իշխանություններ օգտագործում, բայց ինքը այդ լեզուն մարդկանց հասկացող լեզուն էր օգտագործում, որտեղ ինքը մարդ էր մեր պես, մարդ էր, մենակ մի տարբերության, որ մեղք չէր գործել։ Հետո մենք տեսնում ենք, որ Հովհաննեսը Հիսուսին ինչպես Աստծո որդի է ներկայացնում, բայց ոչ միայն ինչպես Աստծո որդի, նա նաև իր մարգարեական այդ արծվի կերպարի տեսքն է օգտագործում, որ Հիսուսը երկնքից ուղարկված խոսքն է, երկնքից, վերևից ներքև, արծիվները ուժեղ տեսողությունն են, նրանց տեսողություն սուրը, նրա մարգարեական այդ կողմն է ցույց տալի, որ ինքը ինչպես արծիվի կերպար է հանդիսանում։ Ու մենք տեսնում ենք, որ այս կերպարները Դանիելի գրքի մեջ, հայտնության գրքի մեջ ներկա են, որ մի կառույց է, մի դեմքը առյուծի դեմքը, մի դեմքը նոխազի դեմքը, մի դեմքը մարդու դեմքը եւ մի դեմքը արծվի դեմքը։ Ու այս բոլորը բացահայտում են Հիսուսի ծառայության տեսակները եւ Հիսուսի մարդկանց հետ աշխատելու այդ կողմը։ Նա մարդը մարդուց, որ մարդկանց հետ աշխատի, բայց նա իշխանության դիրք ունի, նա ծառայության դիրք ունի եւ նա մարգարեական դիրք ունի, որ այդ ամեն ինչի մեջ օգնություն բերի։ Նա տարված չէր իր դիրքերով, նա տարված էր մարդուն սիրելով, դրա համար մարդու կերպար, ինքը առյուծի կերպար չվերցեց եկավ այս աշխարհ, ինքը նոխազի կերպար չվերցեց եկավ այս աշխարհ, բայց նա մարդու կերպար վերցեց, որ ցույց տա, որ մարդը Աստծո համար ամենաթանկ կառույցն է։ Դրա համար այս կենթանիների կառույցների միջոցով մենք հասկանում ենք ավելի շատ սիմվոլներ, որոնք ինչ որ մի բնավորության ոլորտ, ինչ որ մի իշխանության դիրք, ինչ որ մի կառույց հասցնում է Տերը մեզ մեր երազների միջոցով, որ մենք ընկալենք։ Ուշադրություն դարձեք, որ դուք պետքա տիրապետեք լուրերի վրա, որ դուք պետքա տիրապետեք գանձերի վրա, որ դուք պետքա տիրապետեք բնազդի վրա եւ դուք պետքա տիրապետեք վախերի վրա եւ տիրապետեք ամեն ստության վրա, այսինքն նենգություններ, շողոքորտություններ, նախանձներ, բարկություններ, ներքին այդ թշնամություններ, դրանց վրա պետքա տիրապետեք։ Ու այս ամեն ինչի մեջ նաև պետք է հասկանանք, որ Աստված ամեն մեկի մասին տեղեկություն է տալիս։ Օրինակ, շատ ճանաչված հատված Աստվածաշնչում, որ մենք տեսնում ենք, որ վերջի ժամանակների մասին հենց 25-րդ գլխում է գրված Մատթեոսի ավետարանի մեջ, որ Հիսուս շատ հետաքրքիր համեմատական է տանում, որ վերջի ժամանակներում Աստված ոչխարներին կբաժանի, երբ որ կգա, ոչխարներին այծերից կբաժանի։ Հետաքրքիրն է, որ ինքը խոսում է սիմվոլներով, հետո բաց է խոսում։ Ինչի սկզբում սիմվոլներով, որովհետև սիմվոլների միջոցով մարդը տեղեկություն է հասկանում երևույթի մասին։ Օրինակ ոչխարներին այծերից բաժանում է, ու մենք տեսնում ենք, որ ոչխարների մասին ասում են նրանք կանգնում են այս կողմը, այծերը կանգնում են այս կողմը։ Դա հենց 25-33 խոսքից նկարագրում է։ Ու մեկ էլ հետո Հիսուսը բացատրություն է տալիս ու ասում է, որ ես ասում է, էսեի դուք այսպես արեցիք, արդարներին ու ամբարիշներին է բաժանում իրարից, ու տեսնում ենք, որ Հիսուսը այս կերպարները առաջ բերելով տեղեկություն է տալիս բնավորությունների մասին։ Օրինակ այծերը կամակոր բնավորությունն են, գառները կամ ոչխարները իրանք խոնար բնավորությունն են։ Եթե իրանք առաջնորդ չունեն, իրանք մոլորվում են, բայց այծերը այդպես չեն։ Այծերը ամեն մեկ ոնց որ ասես իրանք գլխի տերը լինի։
Ու մենք տեսնում ենք, որ այս կենթանիների կերպարները կարան երազի մեջ նույն տեղեկությունը բերեն քեզ։ Օրինակ կարող է մեկը իր երազի մեջ մրջունա, տեսե խառնվել է իրար։ Այս մրջունները չեն լծվել իմ տունը։ Այդ նշանակում է, որ Աստված ինչ որ ձևով քո ուշադրությունը գրավում է։ Եթե մրջունները լծվել են մարդու տունը, այդ նշանակում է ավերում է եկե քո տունը։ Այսինքն որ ինչ որ սխալ բաներ են եկել, բայց երբ որ դու բնության գրքում ես տեսնում մրջյունը, ապա դա կարող լրիվ ուրիշ բան անի։ Օրինակ մրջյունը տան մեջ, դա նշանակում է, որ վնասը ակտիվացի, անհարմարությունը ակտիվացի։ Դա կոչվում է բացասական կոնտեքստ։ Մրջյունը բնության մեջ, դա արդեն դրական կոնտեքստ է դառնում, որ ասած քո ուշադրություն գրավում է, որ դու ծույլ չմնաս, նայես մրջյունից ինչ որ մի բան սովորես։ Տեսեք, ինքն կարա տարբեր լինի քո երազի կոնտեքստից ընկալում է գալիս, թե ոնց հասկանաս այդ կերպարները քո երազների մեջ։ Իդեպ, շատ կարևոր է։ Օրինակ, երբ որ մենք տեսնում ենք մրջյունը մեր տների մեջ, մեզ համար դա տհաճ է։ Բայց ինքը իր սիմվոլը իր բնականոնից լավ կերպար է, որովհետև աշխատասիրության կերպար է, նա ասում է ոստիկան իշխող, տիրող չունի, բայց իրանց հացը կառուցում են բանի մեջ, այսինքն ամառն են հավաքում իրանց կերակուրը։ Նայում ես մրջյունի կերպարին առանձին, ինքը շատ դրական կերպար է իրականում, բայց երբ որ նայում ես մրջյունին արդեն քո տոնը վերցրել է, այդ նշանակում է, որ միգուցե դու տրուդագոլիկ ես դառել կամ այնքան շատ ես աշխատում, որ արդեն էդի վնասի ես վերածել, ոչ թե ասենք օրհնության, որովհետև տան մեջ եղած միջատները դրանք արդեն վնասաբեր կառույցներ են իրանց ներկայացնում։ Աստվածաշնչում շատ ենք մենք տեսնում այդ կերպարների մասին, կենթանիների կերպարների մասին տեղեկություն, որ դրա միջոցով ինչ որ կարևոր խորհուրդ կար, որ Տերը ուզում էր հասցներ մարդկանց 5 կտակարանում լինի, նոր կտակարանում լինի, դրանք շատ հետաքրքիր են։ Օրինակ մի բնականon երևույթ, որ մենք հանդիպում ենք Գործ Առաքելոցի վերջի գլխում 28-րդ գլխում, երբ որ նավաբեկությունից դուրս են գալիս, պատկերացրեք, դա ֆիզիկական դրսևորում է տեղի ունենում, որ իրանք խրձերը հավաքում են ու բերում են լցում են կրակի վրա Պողոս Առաքյալ նամանդ, մեկ էլ հանկարծ այդ խրձերի մեջից մի հատ սառած օձ տաքանում է կրակի այդ տաքությունից, թռնում է ու Պողոսի ձեռքը բռնում է։ Եթե մենք տեսնում ենք այդ բնականon պատմությունը, ոնց է Պողոսը ինքը թափ տալի ուղղակի իր ձեռքի վրայից այդ օձին, այդ օձը ընկնում է կրակի մեջ ու վերջ, բոլորը նայում են, մտածում են, որ հեսա կթունավորվի, այդ մարդը հեսա կընկնի կմեռնի, բայց ոչ մի բան տեղի չունենում ու Տերը այդ իրավիճակը գործածում է հրաշքի համար։ Եթե այս նույն պատկերը դու տեսնես քո երազի մեջ, ապա դա լրիվ ուրիշ բան է նշանակում, որ ինչ որ մի ստություն ուզում է կպտինի քո գործունեությանը։ Ու քեզ պետք է այդ ստությունը թափ տաս կրակի մեջ։ Այսինքն տեսեք, երազի մեջ դա կարա լրիվ ուրիշ բացատրություն բերի, բայց բնականոնի մեջ լրիվ ուրիշ բացատրություն է։ Բնականոնի մեջ բացատրություն պետք չի։ Օձը բռնելա, կպելա, դա բացատրության կարիք է։ Ոնց է ինքը դրանից ձերբազատվում ու չի վախենում, որտեվ ինքը խոսք ուներ, որ մի թունավոր բան էլ քեզ կպնի, քեզ չի պետքա վնաս տա, որտեվ իրանք արդեն խոսք ունեին։ Բայց երբ որ արդեն տեսնում ես երազի ոլորտում արդեն դրանք կարան վերածվեն սիմվոլին, ոչ թե ձեր հետ տես բան կկատարվի, եթե քո շուրջը օձել չկա, դու էլ քաղաքում ապրող մարդ ես։ Ու արդեն տեղից հասկանում ես, որ դա արդեն սիմվոլ են, քո երազի մեջ դա կարա ստության մասին տեղեկություն են, որ ինչ որ ստություն, որ ուզում է կպնի քո գործունեությանը, որովհետև ձերքը գործունեության մասին է խոսում։ Մարդկանց մարմնի կառույցները անգամ հետաքրքիր են իրանց բնույթով։ Մարդկանց, ասենք, այդ տեսած կենթանական կառույցները նույնպես հետաքրքիր են։ Տեղեկություններ, որ գալիս է, մենք սկսում ենք դրա հետ աշխատել։ Օրինակ, եթե Աստվածաշնչում նայենք, որ արծվի ծառայությունը դա ավելի շատ մարգարեական ծառայության մասին տեղեկություն է, հա, ինչի, որովհետև Աստված արծիվը շատ խորն է տեսնում, շատ ռեալ է տեսնում, շատ հեռուն է տեսնում, շատ պարզ է տեսնում, մարդու կառույցից, բնականon կառույցից ավելի ուժեղ է իր տեսողությունը, ու էսի ավելի շատ բացահայտում է մարդու կյանքի մեջ եղած մարգարեական կառույցի մասին, որ ինքը հեռուն տեսնող մարդ է, ինքը սովորականի պես չի տեսում, ու Աստված դրա միջոցով կարող անգամ ցույց տա, որ Տերը քեզ կանչել է ինչ որ լավ բանի մեջ, կոչման մեջ է կանչել, կարևոր սկզբունքների։ Եթե հենվենք այն նույն սկզբունքների վրա, որ ինչա դա քեզ հաղորդում, ինչ հատկանշական բան կա այդ կենթանու հետ կապված, դու կհասկանաս Տերը ուր է քեզ ուսում տանի, ինչու, որտեվ դրա միջոցով մենք բացահայտում ենք Տիրոջ ուզածը։ Գիտեք, հիշեք, էսի շատ կարևոր է,
Դրանք բոլորը մեխանիզմներ են, ինչպես քո ուշադրությունը գրավեն ինչ որ կարևոր բանի վրա։ Հիսուսը մեր յուրաքանչյուրի հետ այդպես է աշխատում։ Աստված ամեն մեկի հետ, եթե քո ուշադրությունը Տիրոջ վրա չի, ապա ինքը քո ուշադրությունը մինչև չգրավի ինչ որ բանի վրա, երբեք ինքը չի բացի գաղտնիքներ քեզ համար, որտեղ դա սկզբունքային է։ Հիսուսը մեկ օր կանգնավ այսպեսի արտահայտություն արեց, ու այս արտահայտությունը շատ կարևոր արտահայտություն է։ Նա ասեց՝ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի գցեք։ Նա համեմատում է խոզի կառույցի հետ։ Խոզը ով է? Խոզը մի բան է, որ լափում է, անարգում է, ինչ է որ կա, հոշոտում է, այսպես ասած։ Հիմա Տերը ասում է, որ խոզերի առաջ մի գցեք։ Ոնց հասկանաս, ինքը ում նկատի ունի։ Ինքը էլի նկատի ունի մարդկային վերաբերմունք, որ խոզի վերաբերմունքի պես է։ Որ երբեք գանձերդ մի բացի այն մարդկանց առաջ, որոնք գար չեն, հետևող չեն։ Գանձերը երբեք Տերը չի բացում ոչ մի մարդու առաջ։ Գանձերը ինքը բացում է հետևողների առաջ։ Ու դրա համար, եթե Տերը կոչում ունի, ու իսկ ինքը ունի կոչում քո համար, նա առաջին հերթին քո ուշադրությունն է գրավելու դրա համար, հետո գանձերը բացելու քեզ համար։ Դրա համար երազները դրանք կոչվում են գիշերային առակներ, որի մեջ տարբեր սիմվոլներ կարաս տեսնես, մարդկային սիմվոլներ կարաս տեսնես, կենդանիների սիմվոլներ կարաս տեսնես, տրանսպորտների սիմվոլներ կարաս տեսնես, ու այս ամեն կառույցների միջոցով ուշադրություն գրավելու թեմաներ են իրանցից պարունակում այդ ամեն ինչը։ Հենց ուշադրությունը գրավում է, հետաքրքրությունը, որ դու ուզում ես հարցնես, ինչ է սա նշանակում, Տեր, ինչ ես դու ուզում ինձ հասցնես, Տերը սկսում է բացել, նա իր հոգին ուղարկել է հենց դրա համար։ Գիտեք, այս դասերի նպատակը այն էլ չի, որ մենք զբաղեցնենք Սուրբ Հոգու տեղը ձեր կյանքում, քավլիցի։ Ուզում եմ որ ճիշտ հասկանաք։ Եթե այս բաները Սուրբ Հոգին բացած չներ մեզ, մենք չէինք խոսա։ Սա Սուրբ Հոգու օգնության մասին տեղեկությունները, ոնց է Սուրբ Հոգին աշխատե մեր հետ, ոնց է Սուրբ Հոգին աշխատե շատ բաներ բացե ու օգնե, որպեսզի դրա միջոցով մենք օգնություն լինենք շատերի համար։ Ու դրա համար մենք էսի չենք դիտարկում ինչպես Սուրբ Հոգու տեղը զբաղեցնող կառույց ձեզ համար, այլ օգնություն, որ դուք իմանաք Սուրբ Հոգու օգնություն ինչպես ընդունեք ձեր կյանքների մեջ, երբ որ Սուրբ Հոգին ձեր հետ սկսում է աշխատել։ Դա յուրովի է, նա մնում է միակ օգնության կառույցը, բայց նա նաև օգտագործում է իր մարդկանց օգնություն ակտիվացնելու համար։ Դրա համար մենք չենք անարգում ոչ այն մի կողմը, ոչ այս մի կողմը։ Հիսուսը ուղարկել է Սուրբ Հոգին, որ Սուրբ Հոգու միջոցով օգնություն ակտիվացնի, բայց Սուրբ Հոգին նաև ուղարկել է քո մեջ, որ քո ներսում նաև հաստատի եւ օգնություն ակտիվացնի, որ դու իր հետ միասին կարողանաս գնաս մինչև վերջ։ Այսպեսի հետաքրքիր բան, որ ուզում եմ սրա մասին, որ դուք իմանաք, Տերը օրհնի ձեզ։ Մի ճանաչված տեղ, որ Աստվածաշնչում էլի համեմատության մասին, կենդանների մասին տեղեկություն է տալիս, ուզում եմ ձեր ուշադրություն գրավեմ դրա վրա, առակացների մեջ է գրված։ Շատ հետաքրքիր է։ Ես ամեն անգամ կարդում եմ այս տեղերը ու նորից հասկանում եմ ինչքան ռեալ տեղեկություն է առակների միջոցով Տերը բացում մեզ ունկնդիրներից, երբ որ մենք կարդում ենք եւ ուսումնասիրում ենք։ Ու դա գրված է 30-րդ գլխում առակաց։ Տեսեք, կենդանների մասին տեղեկությունը, իդեպ ասեմ, առակաց 30-րդ գլուխը շատ հետաքրքիր գլուխ է, անգամ մարգարեական գլուխ է, ու ստեղ հենց առաջի խոսքը այսպես ասում. Հակեան Հագուրի խոսքերը, այսինքն այն մարգարեական պատգամը, որ նա ասեց Իթիլին եւ Ուքալին։ Ուստի արդեն սկսում է մարգարեական այդ ամբողջ պատգամը գնալ։ Ու այս պատգամի մեջ հետաքրքիր շատ գանձեր կան իրականում, ամեն մեկ մի հետաքրքիր նշանակություն ունեցող բան է բացում, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ այս 4 երևույթի վրա, առաջինը, որ 24-րդ խոսքից է գրված։ Ասում է 4 բան կա, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստունն են։ Ու ասում է մրջուները, որ մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրանց հացը ամառն են պատրաստում։ Երկրորդը, ասում է ճագարները, որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրանց տունը ապառաժների մեջ են կառուցում։ Երրորդը, մարախները թագավոր չունեն, բայց թմով են աշխատում, գունդ են դուրս գալիս ամենքը։ Եվ 4-րդը, մողեսը կպչում է ձեռքերով պատերին, բայց թագավորական պալատներում է։ Ռուսերեն գրված է սարդերը, որ իրանց բունը ասես այդ բարձր տեղերում են անում ու թագավորական պալատներում են անում։ Տեսեք, ինչ եմ ուզում ստեղ ուշադրություն ձեր գրավեմ։ Առաջինը մրջունները, որ աշխատասիրության մասին տեղեկություն անում։ Նրանք չեն սպասում, որ ինչ-որ մեկը իրանց հրահանգ տա, որ նոր իրանք ինչ-որ մի բան անեն։ Նրանք այնքան բաց են,
այդ սկզբունքների համար, որ իրականում աշխատում են արքայության համար։ Երկրորդը, ճագարները նրանք վախկոտ ժողովուրդ են։ Հա, վախկոտ ժողովրդի մասին տեղեկություն է տալիս, բայց իրանց ֆայմը կտրում է ուժեղի հետ համագործակցել։ Այսօր ես ու դու պետք է իմանանք այդ ուժեղը Հիսուսն է, որի հետ պետք է մենք համագործակցենք, որտեղ Հիսուսը ինչպես ժայռ է ներկայանում։ Ու այս ճագարները ժողովրդի տեսակը իմ մասին է խոսում, որ նրանցից մենք հասկանում ենք, որ մարդիկ կան, որ բավականաչափ միտք ունեն, որ կպնեն Հիսուսից ու բաց չթողեն, որտեղ հասկանում են առանց Հիսուսի կորած են, վախվորած են։ Մարախներին մենք տեսնում ենք, որ իրանք երբեք մենակիած գործողներ չեն, նրանք միշտ թմով են աշխատում, իրանք թագավոր չունեն իրանց վրա, բայց թմով են աշխատում, ասես ինչ որ մի ղեկավար կա իրանց կյանքների վրա, այնպես են իրանք աշխատում, որ ոչ մեկ չի մտածում, որ իրանց վրա թագավոր չկա։ Էսի շատ զորավոր է, ու էսի մարդիկ են, որ դեռ թագավորի ներկայությունը չհասկացած, բայց արդեն թագավորի այդ թմային գործունեության մասին հասկացողություն ունեն։ Այս նշանակում է, որ այսպիսի ժողովուրդ շատ շուտով թագավորի հետ համագործակցության մեջ կմտնեն։ Շատ հետաքրքիր է։ Եվ մենք տեսնում ենք նաև այս 4 տեսակի ժողովուրդը, որ մողեսների կերպարանքով ասում, որ սրանք մարդիկ են, որ ֆայմները կտրում է թագավորական պալատում իրանց տունը կառուցեն։ Այսինչ է հասկանում, որ Տերը քեզ կանչում է, որ քո տունը, քո կյանքը, քո ապրելակերպը թագավորի տան մեջ կառուցես։ Էսի շատ հետաքրքիր կարա լինի։ Հետո տեսեք, էլի շարունակությունը, էլի կենթաների կերպարը ոնց է Սողոմոնը օգտագործում։ Ասում է, 3-ն են, որ գեղեցիկ են գնում, եւ 4-ն են, որ գեղեցիկ ընթացք ունեն։ Առյուծը, որ գազաներից զորավորն է, եւ ոչ մի բան երեսից ետ չի դառնում։ Տեսեք, բնավորության տեսակա բացում ստե։ Մարդիկ, որ երբեք չեն վախենում իրանց ընթացքի մեջ, այլ իրանք իրանց իշխանության դիրքը լավ հասկանում են։ Էսի տեսեք տեղեկությունը, մենք հասկանում ենք, որ այս մի կերպարը նույն ձևով ոնց որ ստե բացատրում է, այդ ձև կարա նաև երազների մեջ բացատրվի։ Հետո ասում է միջապինդը, նոխազը եւ թագավոր, որ զորքը իր հետ է։ Համեմատում է ու վերջը բերում է թագավորի վրա ավարտումը։ Զարմանալի է, որ բոլոր այս խոսքերը, որ ստե մենք կարդում ենք, բոլորը Հիսուսի մասին տեղեկություն է։ Որ հենց Հիսուսը հենց այն մեկն է, ու սրանք մարգարեական ակնարկ են ղեկավարի մասին, թագավորի մասին, Հիսուսի մասին, որ ես ու դու հասկանանք ինչպիսի մեկի հետ մենք գործ ունենք, դա Հիսուսն է։ Դրա համար կենթաների այս կառույցը շատ հետաքրքիր ձևով սենց բացատրություններ է բերում մեր կյանքների համար։ Ու երբ որ մենք տեսնում ենք օրինակ միտեղ մարգարեների մեջ գրված է կամ ասում է ավելի լավ է մի հենց առակների մեջ անգամ գրված, ասում է ավելի լավ է մի ձագեր կորցրած արջ հանդիպի մարդուն, քան թե մի հիմար իր հիմարության ժամանակ։ Հələ տեսեք ինչպիսի համեմատություն։ Այսինքն ձագերը կորցրած արջը գազազած արջն է։ Իսկ հիմարը իր հիմարության ժամանակ այս գազազածի վիճակից ավելի վտանգավոր վիճակ է։ Տեսեք համեմատությունը։ Այսինքն ես ու դու պետք է հասկանանք, որ եթե նմանատիպ կառույց կա, նշանակում է մարդկանց հետ կապված հարց են սրանք։ Դու հաստատ մի գազազած արջի չես հանդիպի անտառում, դա նշանակում է տեղեկությունը Աստծուց, որ զգուշ լինես քո հարաբերությունների մեջ, ում հետ գործ ունես, ում հետ ես դու առնչություն ունենում։ Տեսեք ինչքան շատ պարզ երևույթներ ենք մենք տեսնում, որ Հիսուսը չէր վախենում այս կենթանիների տեսակը, ձևը, կառույցը օգտագործեր չերևացող մտքերը հասանելի դարձնելու երևացող աշխարհի համար։ Դրա համար ինչ որ մենք բնականոնում ենք տեսնում, դա զուգահեռ մեր երազների մեջ կարա իրականում լավ տեղեկություն լինի մեզ համար, ինչպես ընկալենք այս մեկի կառույցը, այս մեկի կառույցը, այս մեկի կառույցը։ Երբ որ մենք սովորենք այդ ձևով մոտենալ հարցին, ապա մենք ունենք Տիրոջ հոգին, որ մեր ներսում սկսում է բացել։ Հիշեք, որ դրանք ուշադրություն գրավելու մեխանիզմներ են, բայց Տերը դրա մեջ իր գանձեր ունի, որ ուզում է բացի քեզ, որ դու իր հետ համագործակցություն ունենաս։ Դա շատ հիասքանչ է։ Եթե իմի բերենք այս ամեն ինչը կենթաների հետ կապված, իմացեք, որ կենթաների կառույցը իրանց հետ խորհուրդներ են, կենթաների կառույցը իրանց հետ բնավորության տեսակներ են, կենթաների կառույցը իրանց հետ անելիքներ են, որոնք բացում են մեր կյանքների մեջ, թե Տերը ինչ է ուզում մեր կյանքում ակտիվացնի, զարգացնի կամ ընթացքի մեջ բերի, ինչ բնագավառի հետ գործ ունի, եթե մենք տեսնում ենք, ասենք, խոզի
արկայությունը հասկանալի է, որ ինչ որ բնավորություն կա, որից պետքա մենք զգուշ լինենք, որ այդպիսի բնավորություն մեր ներսում չզարգանա, որ մենք կոպիտ ասած Աստծո մարգարիտների նկատմամբ խոզի վերաբերմունք ցույց չտանք, այլ ընդհակառակ կարողանանք արժեքավորենք։ Եթե հեթանոս մարդկանց ենք տեսնում, հասկանալի է, որ Տերը արժեքա փոխել, որովհետև Հիսուսը իր կյանքը թափել է, արյունը թափել է բոլորի համար։ Արդեն մենք մարդկանց պետքա արժեքավորենք, որ կարողանանք իրանց փրկության խոսք քարոզենք։ Եթե մարդուն ես չեմ արժեքավորում, ես ո՞նց իր համար կբարեխոսեմ։ Դրա համար Տերը որոշ բաներ փոխում է մեր ներսում, որ մենք ի վիճակի լինենք կյանք դնենք ուրիշների համար, ուղիղ այնպես ոնց որ Հիսուս իր կյանքը դրեց մեր յուրաքանչյուրիս համար։ Էսի կենթանիների մասին ու նաև որ ավարտի բերելով ես ամենից ուզում եմ ասեմ, որ կենթանիները իրանցից նորից հիշեցնեմ, որ թռչունները լուրի մասին են խոսում, ձկները գանձերի մասին են խոսում, նաև մարդկանց մասին են խոսում, անասունները բնազդի մասին են խոսում, գազանները վախերի մասին են խոսում, օծերը թաքնված այդ նենգությունների, նախանձների, ատելությունների եւ շողոքորթող վերաբերմունքների մասին են խոսում, ու Տերը ասում է իշխի այդ ամեն ինչի վրա, տիրապետի այդ ամեն ինչի վրա, մի թույլ տուր, որ լուրերը քեզ կառավարեն, թույլ տուր, որ Տերը քեզ օգտակար գործոն սարքի քո շրջապատի համար, որ օգնությունը մեծ լինի։ Էնպես որ Տերը օրհնի քեզ, Տիրոջ օրհնությունը լինի բոլորիդ հետ, հավատացած եմ, այս մի փոքր օգնությունը ձեզ օգտակար կլինի ձեր ընթացքի մեջ, թող Տերը քեզ օգնական լինի։